108.8 միլիարդ դրամ է կազմել ներքին գործերի նախարարության բյուջեն 2025-ին, 102 միլիարդ ընթացիկ, իսկ 6.8 միլիարդը կապիտալ ծախսն է եղել, այսինքն ընդհանուր մոտ 294 միլիոն դոլար։ Խորհրդարանում իրավապահ համակարգի 2025-ի բյուջեի կատարողականն է քննարկվում։ 2024-ի համեմատ ոստիկանությունն ավելի շատ է ծախսել։ Օրինակ, աճել են աշխատավարձերն այն ծառայողների, որոնք ատեստացիա են անցել։ Ատեստացիայի մեկնարկից սկսած ընդհանուր առմամբ դիմել է ոստիկանության 9525 ծառայող, հաղթահարել է 4921-ը։ Եթե նախկինում քրեական ոստիկանը ստանում էր 285,000 շուրջ աշխատավարձ, գերազանց ատեստավորման դեպքում վերջինիս աշխատավարձը կազմել է 585,000 դրամ։ Ներքին գործերի փոխնախարարը խոսում է տարբեր ոլորտներում ձեռքբերումների մասին։ Ավելի շատ թմրանյութ է առգրավվել, ավելի շատ զենք զինամթերք հայտնաբերվել, ավելի շատ հանցագործություն է բացահայտվել։ Նշում է, որ Հայաստանը աշխարհի անվտանգ երկրների շարքում 13-րդն է, իսկ ոստիկանության գործունեությունը Հայաստանում դրական է գնահատում քաղաքացիների 68%-ը։ Իհարկե պետք է նշել, որ աճել է նաև ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։ Դրանք կանխելու եւ բացահայտումն արագացնելու համար դեռ ամիսներ առաջ օրենքով ոստիկանությանը տրվեց մեծ լիազորություն, հասանելիություն պետական համակարգում գտնվող բոլոր տեսախցիկներին, բայց մինչև այժմ այդ համակարգը կարծես չի գործում։ Ինչ վերաբերում է տեսախցիկների օգտագործման, այո, ճիշտ եք, մենք չունենք այդ ենթակառուցվածքը, դրա համար էլ ապահովված չի։ Անցումային խորհրդատու են թարգմանում հայերեն, transactional advisor ասված, դրա համար համապատասխան տեխնիկական նկարագիր, որպեսզի մենք ունենանք անցումային խորհրդատու, որի միջոցով մենք կփոխենք ամբողջ ինստիտուտը։ Մենակ մեկ կամերայի դոստուպի հարց չլուծենք։ Նախորդ տարվա ընթացքում ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել, քան 2024-ին։ Փոխարենը մահերն են եղել ավելի պակաս։ Սա քաղաքականության փոփոխման արդյունք է, նշում են ոլորտի պատասխանատու պաշտոնյաները։ Ճանապարհներին ավելի անվտանգ լինելու հարցում իր դերն է ունեցել վարորդական իրավունք ստանալու process-ում իրականացված փոփոխությունները։ Այդ առնչությամբ սակայն քաղաքացիներն ունեն օբյեկտիվ բողոքներ։ Խոսքը մեծ հերթերի մասին է։ Մենք ունենք 5 մեծ մարզեր, որտեղ կան ընդամենը 1 տեսական քննության մեքենա։ Այսինքն, եթե մարզում ապրում է 250,000 բնակչություն, մեկ մեքենա բնականաբար չի կարող հասցնել, ավտոպարկը շարունակում է մնալ քիչ։ Այսինքն, այսօր տեսական քննության համար մարդիկ պետք է ամիսները սպասեն։ Եվ նաև սա է պատճառը, որ ունենք տասնյակ հազարավոր զրկված վարորդներ, ովքեր մինչև այս պահ չեն կարողանում հանձնել քննությունը։ 2025-ին իրավապահ համակարգում իրականացված եւ դեռ չավարտված բարեփոխումներից մեկն էլ, որն արտացոլված է բյուջետային ծախսերում, նոր կենսաչափական անձնագրերի մշակումն է, որի շնորհիվ ըստ բարձրաստիճանների խոստումների Հայաստանը մեկ քայլով ավելի մոտ կլինի Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի կիրառմանը։ Ի դեպ, անձնագրերի մասին առաջիկայում վերանայվելու է Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը։ Արձանագրում ենք, որ քաղաքացիության ինստիտուտի հետ կապված ունենք խնդիրներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը բավականին դյուրին է։ Մենք նախատեսում ենք քաղաքացիության ձեռքբերման գործընթացի որոշակի հստակեցումներ, կարող են ասել նույնիսկ որոշակի բարդեցումներ։ Պատգամավորներից մեկն առաջարկեց քաղաքացիությանը վերաբերող օրենսդրության փոփոխման համատեքստում անդրադառնալ նաև երկրից երկար բացակայած Հայաստանի քաղաքացիների ընտրություններին մասնակցության հարցին։ Այս թեման հատկապես ակտիվ քննարկումների դաշտ մտավ վերջին շաբաթներին ընտրական պրոցեսների համատեքստում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։